Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում Կուիպրոդեստ կամու մեծեռնետու հաղորդաշարը, տաղավարում աշխատում են Հայկու Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Խաչատուր Աբովյանի անվանում Անկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, ողջույն պարոն Շիրինյան։ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք Սփյուռքի նախարարության գոյության իմաստի մասին։ Պարոն Շիրինյան, այս օրերի ընթացքում Հալեպում բազմաթիվ հայեր զոհվեցին, նաև երեխաներ կային նրանց շարքում, եւ շատերը այսպիսի մի միտք էին արտահայտում, որ մեր Սփյուռքի նախարարությունը կարծես այս հարցում հայերի համար որևէ բան չարեց։ Եվ նաև շատ քննադատություն է սկսվել առհասարակ այդ նախարարության գոյության դեմ, քանի որ ասում են, որ իրեն չի արդարացնում։ Քանի որ նաև նոր վարչապետ ունենք արդեն ոչ այնքան նոր եւ կառավարությունում փոփոխություններ են տեղի ունենում, հարց է բարձրացվում նաև այդ նախարարությունը փակելու հետ կապված։ Ձեր կարծիքով, արդյոք մենք ունենք նման նախարարության կարիք եւ ձեր կարծիքով որը պետք է լինեն իր իրական ֆունկցիաները, այսինքն եթե այդ պաշտոնը, ասեմ, վստահված լիներ ձեզ, ինչ մեխանիզմներով կպատկերացնեիք, ինչ ոմանք օրինակ Իսրայելում նույն նախարարությունը ներգաղթի նախարարություն է, հա, կոչվում, որ պետք է այո, ներգաղթի նախարարություն է կոչվում, այո։ Ինչ արդյոք ունենք դրա կարիքը, թե ոչ։ Ես ասեմ, երևի ավելի լայն կոնտեքստով այդ հարցին նայենք, մի քիչ այստեղ դժվար է միանշանակ պատասխան տալ, գոնե ինձ համար ասեմ ինչի, Հայաստանում ստեղծված է մի կոլապսային իրավիճակ, ուրեմն ինստիտուտների իշխանության, կառավարության գործունեության, ժողովրդի համարժեք պատասխանի եւ Սփյուռքի հետ փոխհարաբերվելու եւ այլ տեսակետից, որ դժվար է եղած փորձի վրա պատասխանել, էլի, եթե ասենք մենք այդ որ դուք ասեցիք Իսրայելի օրինակ ունենայինք հզոր մի պետություն, որը արտադրողական ուժեր էր ներմուծում, այդ նրանց ներգաղթը 1,200,000 եւ ավելի, ահռելի քանակությամբ ռուսական սովետական մտավորականություն է, դա գիտեք ինչ հարստություն գնաց այնտեղ։ Ուրեմն սա եւ պետություն նպատակ ունի, ասենք հզոր ուրեմն Պերեսին էլ երեք հուարկավորեցին, դա համաշխարհային սիոնիզմի առաջին դեմքերից մեկն է։ Նույնիսկ ներկայացրին, որ դա խաղաղության մունիտիկ է եղել, բայց միջուկայի զենքի ստեղծողն է եւ արաբների մահացու թշնամին, այդ ծևի խաղաղության մունետիկ ինձ համար հասկանալի չի։ Ռուսներն էլ իրենց դուր գալու համար, չասեմ են վատ բառը, իրենք էլ են կրկնում, բայց այդպես չի։ Հիմա նրանց խնդիրն ուրիշ է, այսինքն նրանց ժողովուրդը ասենք էլիտան համաշխարհային սիոնիզմը Իսրայել պետություն է ուզում։ Հիմա մեզ համար անհասկանալի է թե Հայաստանում ով է այդ պետություն ուզողը, բացի միջին խավից, որ եւ ուրեմն ժողովրդից, մանավանդ երիտասարդությունից, որտեղ նայում ես էլիտա կոչվածին, քաղաքական դասագարկին, որ ինձ համար վիրավորանքի նման նորից վերադառնում է այդ բանի օրվանից, էլի, այդ անկախության 25-ամյա տոնակատարության, հավաքվել է ռուս, օտար լեզվով են խոսում, դա նույնն է, որ 1800 թվականներին, ուրեմն ցարական արքունիքում ամաչում են ռուսերեն խոսել, որտեղ դա խոլոպի լեզու էր իրենց համար, հետո են այդպես։ Ինչպես նաև Թուրքիայում թուրքերեն ներամոտ։ Դե թուրքերը որտեղ մշակույթ չունեն, նրանց լեզուն չէր բավարարում, այդ ուրիշ է, չէր բավարարում են պահանջներին։ Հիմա մեր լեզուն էլ է պահանջ եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ որ է, ինչ ուզում է։ Հիմա դա պետք է թե չէ, այս տեսակետով ես վստահ եմ, որ պետք չի, ինչի։ Այսինքն եթե երկրում չկա երաշխավորված մեր երկրի մասին է, ուրեմն աշխատանք արդարադատության հիմքի վրա եւ հավասար ինստիտուցիոնալ կառույցների արդար սկզբունքների վրա։ Տեղի ժողովուրդը չի կարողանում աշխատանք ճարել եւ աշխատանք ճարածնել, գիտեք եւ այլն։ Հիմա այդ Սփյուռքի նախարարության իմաստը ինչն են կազմակերպում։ Ինչի եմ ասում սա։ Խնդիր ինձ հասկանալի, ինչ են ուզում։ Եթե
Սփյուռքի հետ փոխհարաբերությունը կար, մենք դարավոր ինստիտուտ ունենք այդ իմաստով։ Դա մեր ուրեմն եկեղեցին է, քույր եկեղեցիները նաև, որոնք այդ ֆունկցիան կատարել էին ու կատարում էին։ Հիմա դա ստեղծվեց, որպեսզի ինչ լինի, եթե ներգաղթի խնդիր չկա։ Հասկանում եք ինչ է, այսինքն ես որ վաղուց եմ 2 տարի առաջ էր կարծեմ, երկուսով ես ասացի, որ ներգաղթի նախարարություն է մեզ պետք, ոչ թե Սփյուռքի նախարարություն։ Ինչ անենք, արտածենք, նրանց համոզենք, բերենք $1 դնեն, հետո դոլարի տոկոսներ եւ այլն, գիտեք, իսկ եթե մեր պետական բյուջեն է մասխավում, Սփյուռքի եւ հայտնի ինչ է կատարվում, բանակի փայաբաժինն է մասխավում, հա, եւ ամեն մի գեներալ, եթե բոլորը չէ, մեծ մասը մի ուրեմն մեծահարուստ է իրենց աշխատավարձով անշուշտ։ Այս իմաստը հասկանալի չի, բայց եթե խնդիրները պետք է ճիշտ տրվեն, ասենք, ինչ կցանկանայի, որ ասենք տվյալ բարագայում նոր կառավարությունը վարչապետի գլխավորությամբ դներ արդյունաբերական, գիտական, մշակութային Հայաստան ստեղծելու խնդիր, բայց նախարարությունը մեջ այդպիսի նախարարություն չկա արդյունաբերության վերականգնման։ Ուրեմն ինձ համար հասկանալի է նաև Սփյուռք ընդգրկել այդ աշխատանքի մեջ։ Բայց այստեղ մի երկրորդ մաս կա, ինչի եմ դժվարանում խոսելուց, ասեմ։ Հայաստանի պետական ապարատը ահռելի չափով գերհագեցած է։ Գերհագեցած է փոքր երկրի համար 19 նախարարություն եւ կարծեմ Միացյալ Նահանգներում 15-17 է։ Բայց այնտեղ շոկայական հարաբերություն օրենքի վրա է։ Նախարարություն ում ինչին է պետք։ Նախարարն ում ինչին է պետք, որ գա միջամտի գործարանը չթողի աշխատեցնելու, ինչպես մեզ մոտ է լինում, հարգայինը որ մտնի եւ գործարան չթողի աշխատեցնելու, այսինքն աբսուրդ է։ Կա նաև սոցիալական խնդիր, ասեմ ձեզ։ Ինձ թվում է իշխանություն դրա մասին չի խոսում, բայց լավ էլ այդ ճանապարհով գնում է, որն է դա։ Նախարարությունները աշխատատեղեր են։ Աշխատատեղեր են պարապության վրա, անիմաստության վրա, ցածր աշխատավարձ մի մասի, իսկ մի մասը ընտանեկան կապալ է, չէ։ Հիմա որ դուք տեսնեք իշխանության ներկայացների զավակներ, որտեղ են տեղավորված, ու դրանք արտադրական ձեռնարկություններում չեն, այլ մեկը մյուսի գրասենյակում է աշխատում, նախարարների։ Նույնիսկ ես գիտեմ, անուն չեմ ուզում ասել, ինչի ընդդիմություն չի կայանում, որովհետև ընդդիմության իշխանության, ուրեմն ընդդիմությունը, որ իշխանության ընդդիմությունն է, սրանց զավակներն աշխատում են պետական են հիմնարկներում, որտեղ իրենց իբրև թե հակառակ որոշումներ պետք է կայացվեին։ Եվ այսպես, այսինքն սա մի ոլորտ է, որտեղ ուրեմն աշխատանքի ծանոթների ընկերների հայկականությամբ հասկացած ասիականությամբ, վատթարի իմաստով, իրենց հասկացածով հայկականությամբ, ուրեմն մարդկանց տեղավորելու միջավայր։ Դուք փորձեք հլա աշխատեք, ունեն նաև այդպիսի մի հիմնարկ, ինչպես է կոչվում այդ կադրերի պատրաստման մի կոմիտե կա, փորձեք անցեք եւ նշանակումներ լինեն։ Այդ ճանապարհով տեղավորում են իրենց հարազատներին, ընկերներին, բարեկամներին եւ ես ցած կրկնում նաեւ այդ Սփյուռքից դուրս է գալիս նախարարությունից։ Դրա համար երկիր չի զարգանա, սա նեպոտիստական, արնակ տրայբալիստական հասարակություն է։ Պարոն Շինյան, մեկ հարց եմ ուզում տալ, նախորդ անգամ պարոն Պապյանի հետ ձեր այդ տեսությունը քննարկեցինք։ Պարոն Պապյանը նշում էր հարևան երկրներում նաև ինչպես են իշխանությունները ձևավորվում, ասում էր այ հարևան Ադրբեջանում շատ ավելի տրայբալիստական մշակույթ, բայց ասում էր սովետի ժամանակ մեզ մոտ սոցիալական հիմքի վրա էր, այսինքն ոչ թե դու ցեղակիցներիդ էիր բերում, այսպես ասենք, այլ կուրսեցիներիդ, ընկերներիդ, չգիտեմ, լավ հարևանիդ, այսպես, հա, սոցիալական հիմքի վրա էր։ Արդյոք Կարեն Կարապետյանը ձեր կարծիքով այդ տրայբալիզմից չանցավ այդ սոցիալական, այսինքն ասում են, չգիտեմ, առողջապահության նախարարը իր մանկության ընկերն է, սա Գազպրոմում իր աջ ձեռքն էր կամ չգիտեմ։ Այսինքն արդյոք անցում չկատարեցինք կամ առաջին քայլը չի արվել սոցիալական Ուրեմն իմ վերաբերմունքը պարոն Պապյանի հանդեպ գիտեք եւ հարգանքը, բայց ես դրա հետ այդքան համաձայն չեմ։ Չափավոր սոցիալական էր։ Հա, դե չէր պնդում, որ ծայրահեղ։ Քանիսներ Դեմիրճյանն իրավունք ուներ, բոլորը իրավունք չունեին։ Այսինքն Քարդուղանն իրավունք ուներ, բոլորն իրավունք չունեին, հələ փորձեին։ Այսինքն սա չափավորված էր։ Մասսայական էր շատ նեղ իմաստով։ Այնպես որ այդ սոցիալական ուրիշ էր։ Կար երկրորդ մասը։ Դուք շրջկոմ եթե մտնեիք, իսկ այստեղ էր ամեն ինչը, կոմունիստեք այնտեղ լրացում էին անկետաները
եւ նոմենկլատուրա էր ձևավորում, որտեղ առանձնապես, ասենք, մի քարտուղարի տղա լիներ, էլի։ Հասկանում եք, այսինքն այդքան չէր, բայց բոլոր դեպքերում դա գար, երկրորդ մասը կար։ ԽՍՀՄ-ի ժամանակ բացի կրթական հիմնարկները, ինչքան ես հիշում եմ, գիտեմ, կատեգորիկ արգելված էր հարազատներին պետական հիմնարկներ տեղավորել իր հետ միասին։ Ով կարող է, Դեմիրճյանի տղեկը որտեղ են աշխատում։ Իսկ հիմա նայեք, թե այդ կարգի մարդկանց երեխեք ուր են։ Եվ այլն, ուզում եմ ասել, այս հարցը այսպես դրա համար ինչ ասեցի։ Հիմա կարող են Սփյուռքի նախարարությունը կրճատել, թե չէ։ Եվ մյուս նախարարությունը, որ վերադառնա։ Լուրերի կարճ թողարկումից անմիջապես հետո շարունակենք, հարգելի ունկնդիրներ, եթե դիտում եք մեզ համացանցում, ապա հաղորդման երկրորդ հատվածը կդիտեք այս հղման անմիջապես ներքևի հատվածում, մնացեք մեզ հետ։